հարցերը մի քանիսն են բոլորները կարևոր, բայց ես ամենա Ես խնդրում եմ, քանի որ ժամանակը համար առաջի հարց։ 3 հիմնականը տվեք։ Համար առաջի հարց, ասում եք Ղարաբաղի հարցը ինքը կանխորոշված էր, որ լուծվելու էր Ադրբեջանի տարածքային ամբողջ եւ կառավարության նիստում փաստաթղթեր եք հրապարակել։ Այո։ Իմիջիալոց բանի մարտի 24-92 թվի ԵՀԿ-ի փաստաթղթը չեք հրապարակել, բայց դա թողեք մի կողմ։ Բա այդ փաստաթղթերում կարող եք մի հատ տող նշել, որ ըստ այդ տողի արդեն կողմնորոշ կանխորոշված էր, որ Արցախի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ է։ Չեք պատկերացնի ինչքան շնորհակալ եմ այդ հարցի համար։ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթաժողովում ասվել է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ինքնորոշման սկզբունքի հիման վրա, Լեռնային Ղարաբաղին շնորհելով ինքնակառավարման կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Այդ նախադասությունից հետո չի եղել ոչ մի ուրիշ տարբերակ Ղարաբաղի հարցը այլ կերպ լուծելու։ Մեր ես իմս ասեմ էլի, որովհետև այդ Լիսաբոնի բանը որ եղել է, մեր կողմից վետո է դրվել այդ որոշման վրա, բայց այն փաստաթղթերը, որ դուք հրապարակել եք, մի վարքյան կներեք, էլի ավարտեմ։ Նույնիսկ 19 թվի ձեր օրոք, որ այդ փաստաթուղթը դրած էր սեղանի, այնտեղ նման տող չկար, բացի դրանից գրված էր, որ կարգավիճակը պետք է հանրաքվեի միջոցով որոշվի, ընդ որում հանրաքվեի վրա որևէ սահմանափակում չկա, ընդཐུպ միջև բարձրագույն սուվերենության պահանջի կարային դդեին։ Ու նույն ձևի գրած է, որ եթե դաժե դա հետո արվի, բնակչությունների քանակությունը տոկոսային հարաբերությամբ 70 քանիսի 80 քանիսի վրա պետք է արվի։ Ես դրա համար ես դրան տասնյակ անգամ անդրադարձել եմ։ Թողլներ։ Մի վարքյան։ Թողլներ։ Միջև 2010 թվականի թողլներ։ Մի հատ բան էլի, որ 19 թվականի դուրսությամբ այն փաստաթուղթը, որ եղել է սեղանին, այնտեղ որևիցե տող չկա գրած, որ Արցախի հարցը պետք է լուծվեր Ադրբեջանի Այնտեղ հստակ գրած է, որ Արցախի հարցը չի կարա լուծվի այլ կերպ, քան Ադրբեջանի տարածքային ամբողջականություն։ Ձեր ազգանուն ինչ է։ Ես Արտուրն եմ Օսիպյան։ Պարոն Օսիպյան, ուրեմն ես այդ թեմայով Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, լսեք, ինձ բան եք ասել, ասել եք բան կա գրած, ես խնդրում եմ հնարավորության դեպքում կնշեք էլի այդ 19 թվի վրա, որտեղ կան նշած, որ Ղարաբաղը պետք է Հա, սա ֆիքսենք, որ այս հարցին պատասխանը ես չընդունեցի, որտեղ ես ուշադիր ընթերցել եմ, նման բան չկա։ Լսեք, ուրեմն այդ փաթեթի վերաբերյալ ես Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին 3-ին հրավիրել եմ բանավեճի։ 3-ին հրավիրել եմ բանավեճի, եւ այդ բանավեճը եղել է այս նույն թեմայի մասին։ Չէ, չեն եկել, գիտեք ինչի չեն եկել։ Կրված է խրվածին չի եկել, ինձ խարդեք Քոչարյան, Սերժ, ես ոչ Քոչարյանն եմ, ոչ Սերժը։ Երբ որ մենք Ղարաբաղ, հետո սա երկրորդ հարցն է, էլի։ Սա բերեք թողենք էլի կնշեք, եթե կա նման բան նշեք, որ արցախցիներն էլ իմանան, որ ըստ փաստաթղթի կա ֆիքսած, որ դուք պալոբամը պետք է մնայիք Ադրբեջանի կազմում։ Ուրիշ տարբերակ չկա։ Չէ, մի վարքյան, ես հարց եմ տալի, դա ձեր ասում եմ ըստ փաստաթղթի կարելի նշեք։ Այո, կարելի եմ էլի կնշեք։ Հրապարակված են այդ բոլոր փաստաթղթերը։ Ես այդ բոլոր փաստաթղթերը հատկացել եմ։ Ճիշտ չեք ընթերցել։ Լսեք, ես տասնյակ ելույթներ եմ ունեցել այդ թեմայով։ Հարցազրույցներ եմ ունեցել այդ թեմայով։ Խոսել եմ փաստաթղթերը կա։ Հարցի պատասխան չկա։ Կա 92 թվի ընդունված բանաձևը ԵՀԿ-ի մեջ։ Եղբայր, այդ ամենը մանիպուլյացիա է։ Այդ ամենը մանիպուլյացիա։ Ղարաբաղի, ես ձեզ ասում եմ Ղարաբաղի հարցը եղել է թակարդ, որպեսզի Հայաստանին այդ թակարդում պահեն։ Եվ ես հպարտ եմ, որ Հայաստանը թակարդից անել։ Դուք եք ասել, որ մեզ պարանը գցել են, բայց որ բանի Միջանցքի բան եք արել, հարց եք իբր թե լուծել։ Ինչ Միջանցքի չասենք, Մայրուղի ասենք։ Ինչ։ Էլի չեք գնացել Ամերիկայից բան երաշխիքներ գտել, որ կրակոցներ եք կանգնեցրել։ Ինչ հարցեր լինի, պարոն Փաշինյան։ Մի վարքյան էլի, ինչ հարցեր լինի, կողից անպայման մեկը փորձելով ա դրանով ինքը իր շահը խառնվի ու իր շահերը։ Մենք էլ պետք է մերը անենք։ Այդ չի նշանակում, որ եթե այնտեղ Ռուսաստանը, բան էլի դա կարծիք։ Ես չեմ ընդունում։ Մի վարքյան, բայց մի հատ հարց եմ, կարևոր հարց։ Շատ եք ասում էլի փող ենք տվել ղարաբաղցիներին։ Բա ինչ են կարել տվել։ Այդ եմ ասում էլի, ում եք տվել։ Բոլորին։ Ուրեմն բան քնչականում տասնյակ միլիարդների փոխանցումներ կա,
ձեր օրոք, որը որ գնացել է կոնկրետ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի եւ իր շուրջ, սա փաստաթղթավորված է, սա օթում զորուսներ չեմ անում։ Չեմ կարա բացառեմ։ Չեմ հասել ստե որպես ինչ որ Ես չեմ կարա բացառեմ, տեսեք։ Այդ եմ ասում, որ այն երբ որ մենք Արցախն պայքարում ենք կլանի դեմ, դուք այդ կլանի միլիարդներով սնում Մենք եք։ ժողովուրդն ենք միլիարդ։ Ասում եմ, այդ մի վարքան, այդ դուք Մենք Արայիկ ժողովուրդն ինչ ենք եք տվել։ Դուք Բա, Արցախը ում մի վարքան, այդ բայց որ տվել եք, այդ 10 միլիարդները որ տվել եք։ Բայց ես չէի կարող Թողեք ձեզ ավարտեմ, էլի խնդրում եմ, էլի։ Ես չէի կարա։ Բայց հարց եմ տալի, որ փոխանցել եք 10 միլիարդներ։ Հասկացել եմ, էլի ավարտեմ։ Այդ չեք հետևել այդ փողերի վրա։ Բա այնա այդ փողերը գնացել է սաղ կլանի ջեբերը նստել, այդ կլանի դեմ որ մենք պայքարում էինք ընդդեմ։ Դուք այդ կլանի միլիարդներով սնել եք ու ասում եք փողը ուղարկել ենք ժողովրդին։ Ժողովուրդին չեք ուղարկել։ Եկել եք Ղարաբաղ համագործակցել կոռուպցիայի հետ Արայիկ իշխանության բերելով, ստեղ առանց զրույցի էլի։ Ինչով եմ ես Որտեղ Արայիկին դուք չեք աջակցել աջակցել մի եմ, վարքան, բայց Ղարաբաղի ժողովուրդը պետք է մի ընտրի։ վարքան ու Արայիկի փողը աջակցեի։ մի չխառնվեիք, ուղղակի եթե Ինչ եմ արել, չխառնվեիք, որ խառնվել։ ոչ չեք խառնվել։ Ինչով եմ խառնվել։ Ասեմ ոնչով եք խառնվել։ Եկել եք Ղարաբաղ Հա։ 18 թվին։ Այն ժամանակներ արդեն մարդիկ ճանապարհներ էին փակել, հրաժարական։ Եկել եք ասել Բակո Սահակյանը պետքա մնա։ Այդ մի հատ տենց է գոլուշից արել։ Ընտորությունների ժամանակ, երբ որ մենք պայքարում ենք այդ Թալանչի կլանի դեմ, դուք Արայիկ Հարությունյանին միանշանակ աջակցություն եք հայտնել ու աշկ փակել Արայիկ Հարությունյանի փող բաժանելու վրա։ Դուք Ես շատ ոչ մի լավ բանի վրա աչք չեմ Չէ, այդ միլիարդները ուրեմն եթե դուք տեղյակ չեք, պարոն Փաշինյան, այդ միլիարդները կա քաղաքական համակարգ եւ երկրի քաղաքական համակարգի հետ մենք աշխատել ենք։ Ես չէի գալու Ղարաբաղում իշխանափոխություն անել։ 50 միլիարդը sense ուղարկել եք Ղարաբաղ, չեք էլ հետևել որտեղ, հա Հայաստանի Հանրապետության բյուջեի նման է։ Հովասելով չի։ Այդ 150 միլիարդից թոշակառուները թոշակ են ստացել ավելի բարձր, քան Հայաստանի Հանրապետություն։ Նպաստառուները նպաստել ասեք չխանգարեք, ես լսում եմ ձեզ։ Չէ, գողի չխանգարեք։ նպաստառ, բա մարդիկ ինչով են թոշակ Հիմա ես ուղարկել։ մնացած Ոչ չուղարկենք, պետք է ասեք Հայաստանը փողերը փակելա, որ Ղարաբաղի ժողովուրդը սոված մնա։ Մենք նման երբեք բաներ չենք արել, ասում եմ, երբ որ մենք Արցախում պայքարում էինք, Եղբայր, Թալանչի կլանի դեմ դուք նրանց օգնում էիք։ դուք եք ասում, ես չգիտեմ, ասում եմ, մի րոպե, փաստեր այնա քնչականում, ձեր ուղարկած միլիարդները, որը որ գնացել է Արայիկ ու մի րոպե, երրորդ հասնեմ տալի ես չգիտեմ, դուք ով եք ում դեմ եք պայքարել ու ովքին եք Չգիտեք, լավ չի որ չգիտեք, որ եթե իմանայի, որտեղ անհնար է, դուք Արցախին հետևայիք ու մեզ ինչի պետք է իմանայի։ Ինչի պետք է Հիմա իմանայի։ կարևորացում Այսինքն դուք ժողովուրդ եք ներկայացրել, դուք կազմակերպ ում եք ներկայացրել, որ պետք է իմանայի։ Կուսակցություն ենք եղել ու ընտրությունների ժամանակ 90% ուշադրությունը մեր վրա էր, անհնար էր 90% ուշադրություն ձեր վրա էր, գնայիք ընտրվեիք։ Փողեր չբաժանեիք, կգնայինք Ո՞վ էր բաժան։ Ինձ եք ասում։ Արայիկի միջոցով, Արայիկին։ Ես ոչ մեկի միջոցով որևէ մեկն չի կարա մեղադրի փող բաժանելու մեջ։ Չէ, մի վարքան։ Ես ժողովուրդ, ուրեմն Ղարաբաղի հետ կապված իմ բոլոր հայտարարությունները եղել են, որ ժողովուրդը պետք է ազատ կամ արտահայտության հնարավորություն Չի ունենա։ եղել, հեսա կասեմ ինչ։ Չի եղել, Կարևորագույն հասնեմ տալ, էլի Հայաստանի Հայաստանի Հանրապետության անվտանգությունից է ելնա։ Այո։ Հիմա մի վարքան, ասում եք Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխիքը դա լեգիտիմությունն է, ճիշտ եմ հասկանում։ Հիմա նայեք, Արցախի հարցը Մինսկի խումբից լուծարել եք, արանքից հանել եք։ Ադրբեջանը ինքը պահանջ է դնում, ընդ որում հիմնավորը միջազգային ըստ միջազգային իրավունքի։ Պահանջը ինչումն է, ասում է բանը Ադրբեջանի փախստականները պետք է վերադառնան։ Ում դեմ է դնում պահանջը։ Պահանջը մի վարքան, պահանջը համենայն դեպս երբ որ հայտարարում է։ Համենայն դեպս չի, մեր օրակարգում տենց հարց չկա, մի եկեք ստի բաներ խոսած։ Հիմա դուք կարում եք այլ ասելով չի, դու ինչ ես եկես տեղ ադրբեջանական նարատիվներ տանում։ Իր ասելով նարատիվները դուք իր ասելով չի։ Մի քիչ ցածր խոսացեք։ Դե մի եկեք ցածր։ Դեր դեմը ոչ սեջ կա, ոչ Քոչարյան, որ տենց կեղտում խորոց ունի, դուք էլ մատ թափտա։ Դու դեր վրա թափստա։ Ինչ է ցածր։ Եկեք ստեղ ադրբեջանական Ադրբեջանի նարատիվները ասում եք Արցախն չեն կառուցել։ Ասացե։ Այո, չեք կառուցել, չեք կառուցել։ Ես դուք եք կառուցել, ինչ եք բալանել եք։ Որտե՞ղ ես բալանում եք։ Ռադը քաշի։ Հա բալի մեկ։ Բացվեք։